Արինա ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր եթերում Արցախյան ձայներ հաղորդաշարն է։ Դուք մեր այսօրվա հյուրն եք։ Ես ձեզ ճանաչում եմ, բայց ուզում եմ ինքներդ ներկայանաք մեր հանդիսատեսին, դիտորդին եւ ասեք, ինչով է տարբերվում ձեր աշխատանքային գործունեությունը, ձեր կյանքը միջ 20 թվականը եւ 20 թվականից հետո։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես Արինան եմ, Արցախից, ծնվել եմ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում, ամուսնացած եմ, ունեմ 2 բալիկ, ապրում եմ Ստեփանակերտում, մինչև 20 թվականի պատերազմը աշխատում էի որպես բուժքույր, ունեմ 3 մասնագիտություն, բուժքույր, խոհարար եւ հրուշակագործ։ 20 թվականի պատերազմից հետո տեղափոխվեցի Դիլիջան։ Դիլիջանում մեզ ընդունեցին կենտրոնական բանկի պանսիոնատում, այնտեղ 1 տարի ապրեցինք, հետո ապրեցի 1 տարի Վարչով Դիլիջանում, մասնակցեցի տարբեր ծրագրեր, սովորեցի Սեդրակ Մամուլյանի խոհանոցը, համայնքային կենտրոնում սովորեցի համակարգչային գրագիտություն, մասնակցեցի Արցախից տեղահանվածների համար կար ծրագիր, բիզնես ծրագիր, պլանավորում, մասնակցեցի եւ ստացա դրամաշնոր, ուզում էի բիզնես հիմնել, բայց վերադարձա Արցախ 2 տարի Դիլիջան մնալուց հետո վերադարձա։ Ինչ էր պատճառը, որ վերադարձար Արինա ջան, որտեղ քո գյուղը հանձնված էր արդեն, քո փոքր հայրենիքը։ Իմ հայրենիքի կանչը, տենց վերադարձա, ծնողներս դեղ էին, ընտանիքս դեղ էր, վերադարձա Արցախ, նորից ես մտա աշխատանքի, իմ մասնագիտությամբ որպես բուժքույր աշխատում էի, սկսվեց բլոկադան։ Դե վերադարձաք, տուն չունեք բնական, Վարշավեի ապրում եք։ Վարչով էինք ապրում, հա, Վարչով էինք ապրում ու մտա աշխատանքի որպես բուժքույր։ Սկսվեց բլոկադան, որը շատ դժվար օրեր ունեցանք, շատ ծանր էր, չգիտեմ, ոչ ուտելիք կար, խանութները լրիվ դատարկ, այն պահ, որ երեխեդ բանա ուզում, բայց դու չես կարողանում տաս, քո երեխուն գտնես տաս, այդ շատ ցավալի է։ Գնում ենք աշխատանքի ու ոտով, ժամը 7-ին առավոտը դուրս ենք գալիս, որ ժամը 8:30 հասնենք գործի տեղ, այդպես ոտքով ենք քայլում մինչև աշխատանքի, ու տենց մի օր ես հիշում եմ, արև էր, շատ շոկ, երևի օգոստոս ամիսն էր, դուրս էի գալիս, որ գնայի տուն, մամաս եկավ ինձ ասեց Արին, արի գնանք, ես եմ գալիս ձեր տուն, ու մի հատ ավտոբուս տեսանք, էդ էլ զինվորական ավտոբուս էր, մամաս ասեց Արին սախ մտնում են, արի դու էլ մտի, արի դու էլ մտի, կանգնեց ավտոբուսը ու տենց մարդիկ մտնում էին, այնքան որ մի քանի մետր էլ գնում էին, էդի մեզ համար մի մեծ փրկություն էր, որովհետև շատ շոկ էր, ոչ ջուր կար խմելու, ոչ մի բան։ Տենց մտա այդ ավտոբուսի մեջ, նենց այնքան մարդիկ էին մեջը, որ չենք կարողանում թեկուզ գլուխները շարժեինք, որ արդեն ամեն կանգառում այդ ավտոբուսը կաղնում էր, ժողովուրդը իջնում էին, արդեն սենց նայեցի, ասեցի կներեք, այս ավտոբուսը որտեղ էր գնում, ասեցին Հայկավան, ասեցի վախ, ես ինչ լավ բաներ էդի, գնում էր մեր թաղամասը, ինձ էլ կտանեք մինչև տեղ, ասեց հա։ Շատ դժվար էինք գործի գնում, այդ տրանսպորտի հարցներ, ուտելիքի հարցներ, բայց չէինք հանձնվում, ասում ենք երևի ճանապարհը կբացվի, այս դժվարություններն են կհաղթահարենք, մի լույս կբացվի։ Մինչև վրա հասավ սեպտեմբերի։ Մինչև վրա հասավ այդ Չարաբաստիկ պատերազմը, ու ես աշխատանքի էի, պատերազմը սկսվեց, մեր տունը շատ հեռու էր այդ գործի տեղից, ու չգիտեի ոնց հասնեմ երեխեքիս, տունը Շուշիի մոտ էր։ Մժշկին ասեցի, չգիտեմ, ինձ եւ հասցրու տուն, ինչքան քո այդ բենզինը կհերիքի հասցրու տուն։ Հասցրեց գնացի, դուրը բացեցի, երեխա չկար տանը։ Դպրոցում էին, հա, սենց նայեցի, ասեցի մեկը դպրոցի ճամփին է, մեկը արդեն եկած էր տուն։ Տունը բացեցի, դուրը բացեցի, մարդ չկար տանը, երեխա չկար։ Ես էլ այդ տունը նոր ենք վարձե տեղ ենք ապրում, ոչ պատվալի տեղ եմ իմանում, ոչ մի բան։
Սենց գժված իջնում է, ասեցի, վայ երեխես չկա, ասեցի նկողը ներքև է իջիր։ Նկողը իջա, տեսա մի հատ երեխես դեղ։ Տենց գրկեցի, բայց եմին երեխես չկա, մեծս չկա։ Դուրս եկա, դպրոցն էի այդ մեծ երեխուս մանին դպրոցը փոխել էի ու գնում էի դպրոց, որ երեխուս գտնեմ։ Ամեն սենց մի կրակոցի տակ սենց աչքերս փակում էի, ասում էի, վայ, այս երևի մի հատ ասկոլ կա, մի բան ինձ կխփի էլի, աչքերս բացում էի, ասում եմ, վայ, ես սաղ եմ, տենաս իմ երեխես սաղա, ողջա իմ երեխես։ Գնում էի դպրոց, սաղ, լացուկոց, ամեն մի ծնող իր երեխուն ա փնտրում, ուսուցիչները դուրս են գալիս, չեն, արդեն ուրիշ երեխեն չեն տենց բան անում են, քան որ գնան իրանց տուն, իրանց երեխեքին հասնեն։ Ու իմ երեխուս չէի գտնում։ Դպրոցից արդեն սենց չոքեցի, չէի կարողանում երեխուս գտնել, ասում եմ գոնե ողջ գտնել երեխուս։ Ու հիշում եմ մի հատ տղա կար, ասեցի, վայ, չեմ կարում հասնեմ մեր տուն, գոնե ինձ ձեռից բռնատար, էլի մեր տուն տենամ։ Այդ տղան ինձ տարեց ու մամաս էր շուշուցանգում, արին երեխեքին գտել ես, մամա ես խափեցի, ասեցի, հա, մամ, արխային գտել եմ, բա ինչ անեմ մամաս, որ իմանա երեխուն չեմ գտել, արդեն ինքը իր աղբորտանն է, ոտով գալու է, բայ մամա ես որ մի բան պատահի, որովհետև արդեն քաղաքի վրա էին խփում։ Երեխես, որ արդեն պատերազմը սկսավ, ուրեմն սաղ երեխեքը վազում են, երեխաս չգիտեր ինչ էր կատարվում, այդ երեխեքի հետ գնաց մին ուրիշ նկող մտավ, արդեն ճոկեց, որ պատերազմ է, ու այնտեղ մի հատ կին կար, ասեց, խնդրում եմ գնացեք էլի մեր տուն, քույրս մեր տանը մենակ է, մամաս աշխատանքի է, քրոջս էլ բերեք նկող, հիմա ասմաս կվախենա։ Այդ ես էլ գնում եմ արդեն նկողներն էի ստուգում, ու այդ կինը եկավ սենց ասում է, մի հատ էլի տա աղջիկ կա, նրան եք փնտրում, ասեցի ինչի համար, իմ աղջիկս է, ասեց բա իրա քույրը նկողում է, ասում է գնացեք իմ քույրիկս բերեք իմ մոտ, մամաս աշխատանքի է։ Սենց չգիտեմ ինչ ասեցի, վայ երեխես ողջա ձեր մոտ է, ասեց հա, ու տենց գնացի, մանից գրկեցի, բերեցի ու մտանք նկող, ու տենց որ Շուշիի մոտ էր այդ մեր շենքը, մի ժամից արդեն տարհանեցին այդ ժողովրդին, ասեցին իջեք էլի Շուշիի մոտ է, շատ վտանգավոր է։ Ինձ էլ չգիտեի ամուսինս պոստերում ոչ մեկ չունեի, մոտս ամենքս իրանց նկողները մտած, ոչ մի ձևի չենք կարում կապ հաստատենք։ Մի լիտր բենզին ունեի, տոնը թաքցրած, բերեցի այդ մի լիտր բենզինը լցրեցի, նենց էի ասում գոնե հասնեմ քաղաքի կենտրոնում ընկերուհուս տուն իրանց նկողել, տենց գնացիք իրանց նկող ու 3 օր մնացինք այդտեղ։ Ամսքանիսին դուրս եկաք Ստեփանակերտից։ 25-ին, ամսի 25-ին արդեն դուրս եկանք, չենք իմացել, որ տենց 2 օր ճանապարհին կմնայինք, Էս շատ դժվար եկանք, որովհետև ուտելիք չէինք վերցրել, տունը ոչ մի բան չկար, այդ ժամանակ պատերազմը ժամանակ, որ արդեն հրադադար տվեցին, ոչ մի բան չունեինք, ոչ գազ, ոչ լույս, ոչ ջուր, տենց մի հատ փեչ դրեցինք բանին, այդ պադեզդի մեջ, շորերս մեր բերեցինք, լցրեցինք, այդ վառարանը վառեցինք, մամաս մի քիչ ալյուր գտավ, բերեց, հաց թխեց։ Ճանապարհի համար Հա, ճանապարհի համար։ Այդ հացը վերցրեցինք, 12 հոգով ենք, մեր ընտանիքով տենց եկանք, ու այդ հացը վերջացել է։ Մենք ճանապարհին ուտում ենք հոնի չիր, պոպոկ ու պնդուկ։ Ունեմ ինձ վիդեոներ, նկարներ, ու նորից ամենավատը ինձ իմ երեխեներ, մանես, որը ոչ մի բան չէր ուտում ու ինքը լացում էր հացի ու ջրի համար, որ տենց չգիտեմ, կիսամեռած կարելի ասած, որ երեխեդ ջուր ա ուզում, բայց դու ոչ մի տեղից չես կարողանում ջուր տաս, ու այդ երեխես սենց լրիվ թուլացած, մամա գոնե ջուր չկա, ու այդ գիշերը մնացինք ճանապարհին, վախով, մեքենայի մեջ, հա, դռները փակեցի ու մեկ էլ մամաս, որ երկրորդ կարգի հաշմանդամ էր, մեկ էլ մամայիս համար էի վախենում, ասում էի հանկարծ սիրտը չվատանա, ես ինչ կանեմ, ինչ չեմ անի։ Ու առավոտը լույսը բացվեց, մամաս գնաց ավտոների սենց դռները թակեց, ասեց կարող է հաց լինի, հաց մի քիչ հաց տանք, երեխա կասոված ա գոնե տանք իրան մինչև հասնենք Հայաստան։ Ու տենց եկակ այդ կամուրջը անցանք։
Կամուրջի անցակ ու որոշեցիր գազ Դիլիջան։ Հա, նորից ես վերադարձա Դիլիջան, Դիլիջանը ինձ հարազատ էր, ինձ տեղ սաղ գրկաբաց ընդունել են։ Եկանք Դիլիջան, տեղավորվեցինք, բայց ես գործի բերումով նորից ես գնացի Երևան, բայց իմ ծնողներս Դիլիջանում ապրում են, մամաս, պապաս, եղբայրս իր ընտանիքով ապրում էր Դիլիջան, բայց ես ասեցի ինձ աշխատանք ունեմ Երևանում, ես չպետք է հանձնվեմ, ես տեղափոխվեցի Երևան, գտա Վարձով բնակարան, շուտ մտա իմ գործից, նորից իմ որպես բուժքույր ստոմատոլոգիայում։ Մեկ էլ տենց մտածեցի, ասեցի, չէ, էդի մի գործով չի լինի։ Ամուսինս գնաց Վարդենիս, ես էլի մենակ էի, ինքը որպես զինվորական գնաց, ու ես ասեցի, չէ, ես նորից էլի պիտի մասնագիտություն սովորեմ, ես պիտի նորից իմ ընտանիքին աջակցեմ։ Ու ես գնացի սովորեցի որպես ռուշակագործ, սովորեցի Լուսինկա ուսումնարանում որպես ռուշակագործ, վերապատրաստվեցի ես նորից, ու նորից գնացի Երազ բիզնես կենտրոն, դեղ սովորեցի բիզնես պլան գրելը, ներկայացրեցի իմ բիզնես ծրագիրս, հովի տնօրենը ինձ կանչեց հարցազրույց, ու այն օր SMS ստացա, որ ես ձեզ շնորհավորում եմ, դուք աջակցություն կստանաք, որպես դրամաշնորհ ձեր բիզնեսը հիմնելու համար։ Հիմա ես ուզում եմ բիզնես սկսեմ, բայց տնից, քանի որ աշխատանքի հետ չեմ կարա, որ ասեմ մի տարածք վարձակալեմ, ես խմորեղեն թխեմ ու վաճառեմ, սկզբից կանեմ տնից։ Ու հետագայում երևի մի հատ տարածքը վարձակալեմ, համ գործս, համ եմ։ Արինա ջան, ես հիշում եմ, որ Դիլիջանում 20-ից 22 թվականներին ինչ ծրագրի մասնակցում էի, շատ հաջողակ էր ավարտում ու ինձ միշտ մեծ ուրախություն է պատճառել, որ դու պահպանում ես քո կենսախնդությունը, քո մարդասիրությունը, զլացած չես, չար բառերով կամ ինչ-որ նեգատիվ հիշողությունները վեր չես հանում, այդ հասկանալի է, որ քո մեջ ես այդ ամենը պահեմ, եւ շատ ուրախանում է եւ երբ շատ հաջող էր ավարտում ցանկացած ծրագիր։ Ես կարծում եմ, որ Արցախից դուրս գալով Արցախ ամեն մեկից մեջ է, մանավանդ ձեր համար, ում համար Արցախը ամենահայրենիք է, եւ կարծում եմ, որ դու պայքարող անձի տեսակ ես, որ շարունակում է պայքարել, որտեվ հեշտ չէ երկու երեխաների հետ, երկու աղջիկ երեխաների հետ, նաեւ անընդհատ լինել այդ շրջանառության մեջ, մայրաքաղաքային ծավալով, այո, սովորել, տնից բացակայել, այդ ամենը գիտեմ ինչ հետևանքներ է ունենում, հետո կենցաղային հարցերը կազմակերպելու համար։ Խնդրում եմ ասես, ինչն է, ինչ ուժ է, ինչ մտքեր են, ինչ զգացմունքներ են, որ քեզ անդադ դրդում են, նոր շեմեր հաղթահարես, նոր բարձրունքներ բարձրանաս, նոր աստիճաններ նվաճես։ Միայն կարիքը։ Չէ, չհանձնվել, չկոտրվել ու առաջ շարժվել։ Ճիշտ է, շատ դժվար է լինում, բայց չպետք է կոտրվել ու ամեն դժվարության հանդիպելուց ես ավելի եմ ուժեղանում։ Ես փորձում եմ գտնել իմ տեղը Հայաստանում ու ստեղծել, որ մի բանի հասնեմ, ոչ թե նստեմ ու սկսեմ նվնվալ, ասեմ, վայ, բայ ինչ անեմ, ինչ չանեմ, մի նպատակի հասնեմ։ Հա, հաստատ։ Ինչ ոգեշնչման բառեր կգտնես ասել մնացածին, ովքեր որ էլի ապրում են, ծանր ժամանակներ։ Պետք է չհանձնվել։ Ես մեկ-մեկ ցենց որ նայում եմ ու վեր եմ հիշում անցածը, ասում եմ, վայ, այսքանը միջով ես եմ անցել ու ասում եմ, ուրեմն ես ուժեղ եմ, ես կարողացել եմ այդքանը անել, չպետք է հանձնվել, մի նպատակ դնել ու այդ նպատակին հասնել։ Ամեն գնով։ Ամեն գնով, հա։ Ինձ համար հեշտ չի եղել, ես առավոտ ժամը 10-ին դուրս եմ եկել տնից, ժամը 10-ից 12-ը գնացել եմ Լուսինկա այդ ուսումնարանը, որպես ռուշակագործ սովորել։ 2-ին պրծել եմ, գնացել 3-ին հասել գործի, 3-ից մինչև 7-ը որպես բուժքույր աշխատել
ու 7:30-ից մինչև 9:30 երազ բիզնես կենտրոնում սովորել ու մինչև ես տուն էի հասել արդեն ժամը 10 էր, 10 անց էր։ Առավոտ 10-ին դուրս էի գալիս, իրիկոնը 10-ին գնում էի, դրան գումարած երեխեքի հոգս, ամուսնու հոգս, տան հոգս ու չեմ թուլացել, ասել եմ չէ, չեմ թուլանալու ես այնքանի միջով անցել եմ բլոկադան հաղթահարել եմ, ես էլ կհաղթահարեմ ու իրոքից հասել եմ նպատակից, կարելի է ասած հասնում եմ, չեմ հասել մինչև վերջ, բայց հասնում եմ։ Ես ես շատ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Նաև այս հարցերն են ինձ հետաքրքիր, երբ դուրս եք գալիս Արցախից, գիտեմ, որ երկու անգամ 20 թվականին 23, վերջի պահին ինչի մասին ես մտածել, ինչ ես հասցրել, վերցնես, ինչն ես կարևորել, թե ուղղակի կրակի ալիքի մեջ ոչ մի բան չես հասկացել։ Ոչ մի բան այդ պահին աչքներս չի եկել, որ ասենք ես ենք տանում, ես չենք տանում, նենց պահել, որ ասել ենք այնքան որ փրկվենք, որովհետև նենց արդեն ասում են ճանապարհը բացել են, այսքանի ժամով ով հասցնի դուրս կգա, ով չի հասցնի կմնա ստեղ, ոչ մի բան այդ պահին աչքներս չի երևացել, այնքան որ ասել ենք փրկվենք։ Միայն վերցրել եմ երեխեքի նկարները, իրանց նկարները երեխեքի այդ ծննդի դիսկերն են վերցրել ու մեկ էլ տենց մի քանի հատ շոր, այնքան որ այդ պահին ձեռներից տակ ինչ եղել է, փաստաթղթերը, ամենաանհրաժեշտը, այնքան որ ասել ենք փրկվենք, այդ կամուրջը անցնենք։ Հույս չենք ունեցել, որովհետև տարբեր մարդիկ տարբեր բաներ էին ասում, այդքան բանը տեսնելուց արդեն աչքերից ոչ մի բան չի երևացել, ոչ մի բան բացարձակ, այնքան որ ասել ենք փրկվենք, գնանք այդ կամուրջը հատենք ու անցնենք։ Արինա ջան, իսկ այստեղ դուք փորձում եք ձեր փոքր Արցախը ձեր շուրջ ստեղծել։ Փոքր Արցախը Մեր ինչ որ ընտանեկան ավանդույթներ, ինչ որ կարևոր բաներ, որոնք նախ մեր բարբառը չենք մոռանում, մենք խոսում ենք մեր տանը, մեր բարբառով, մեր գործի տեղը սա արցախցիներին կարելի ասած 80%-ը, ու մենք խոսում ենք մեր բարբառով, մեզ մի հատ բուժքույր ունենք, ինքն էլ Արցախից, եկել է ոչ մի անգամ Հայաստանի տենց գրական լեզվով չի խոսում, մեր բժիշկներից մեկը ասում է Ինա ջան, տենց մի արա էլի, որ պացիենտ է գալիս, ձեր բարբառը չի հասկանում, իրանց լեզվով խոսի, ասում է, չէ, չեմ կարա, ասում է, թող ինքը սովորի մեր բարբառը, ու ոնց որ մեր այդ Արցախ մի փոքրի մասնիկ լինի մեր այդ աշխատանքի վայրը, որովհետև 80%-ը սաղ արցախցիներ են, ու մեր այդ պացիենտները, հա, սաղ արցախցիները, որ գալիս են, ոնց որ հարազատ ու գրկես, բաչես, վայ ինչ կա, որտեղից ես մնում, աշխատում ես, չես աշխատում, ու տենց սկսում ենք խոսելը, մի պահ մոռանում ենք, որ աշխատանքի եք, պիտի աշխատենք։ Ու մեկ էլ մեր Արցախի այդ կերակրատեսակները պահում ենք։ Այո, մեր ընկալով հացը, մեր կուրկուտը, ու մեր բարբառը։ Հաճախ ես գալիս։ Դիլիջան, հա, ես շատ սիրում եմ Դիլիջանը ու գալիս եմ ամեն ուրբաթ շաբաթ կիրակի ես տեղ եմ, քանի որ մերոնք ստեղ են։ Ոնց որ մի մասնիկ լինի, ստեղ ես գալիս եմ։ Արինա ջան, շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ եք, կիսվեցիք ձեր կյանքի պատմությունով։ Ձեր ընտանիքին մաղթում եմ բարեկեցություն եւ շատ հաջողություններ։ Շնորհակալություն հրավերի համար։